Դեկտեմբերի 25-ին մեր եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս նախավկայի հիշատակության օրը, այն նաև եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող սարկավագների տոնն է։ Ձևավորված ավանդույթի համաձայն տոնի օրը կատարվում է նաև սարկավագական ձեռնադրություն։ Տոնի նախորդող օրը դեկտեմբերի 24-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում երեկոյան ժամերգության ընթացքում Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն կատարեց։ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2-րդ լսարանի 10 սան արժանացավ դպրության, 4-րդ լսարանի 7 սան ուրարակրության, իսկ 5-րդ լսարանի 9 և քահանայից պատրաստության լսարանի 3 սան էլ կիսասարկավագության աստիճանի։ Ընծայյալներին տարբեր իրեր ու ծիսական պարագաներ տրվեցին, որոնք հետայսու գործածելու իրավունք են ստանում։ Դեկտեմբերի 25-ին Մայրաթոռում տոնական պատարագը Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը մատուցեց։ Պատարագի ընթացքում Սրբազան հայրը կատարեց նաև 12 սարկավագների ձեռնադրությունը։ Սարկավագը Սուրբ Սեղանի սպասավորն է, քահանայի օգնականը, եկեղեցական արարողությունների ժամանակ խնկարկողն ու ավետարան ընթերցողը։ 12 սարկավագներն էլ իրենց առաջին խնկարկությունը կատարեցին։ Վահան Սրբազանն իր քարոզում նախ շնորհավորեց նորընծաներին, պատգամեց հետևել Սուրբ Ստեփանոս նախասարկավագի օրինակին, ապա անդրադարձավ Սրբի կյանքին ու գործունեությանը։ Հանուն Քրիստոսի իր կյանքը զոհաբերած առաջին նահատակն էր Ստեփանոսը, ով խիզախորեն քարոզում էր Աստծո խոսքն ու ճշմարտությունը։ Նորընծա սարկավագներին Սրբազան հայրը հորդորեց աղոթքը դարձնել զենք, գայթակղությունները, չարիքն ու հալածանքները հաղթահարելու ճանապարհին, լինել անվախ, բայց նաև ներողամիտ, ինչպես Ստեփանոս նախավկան էր։ Ձեռնադրության ավարտին 12 սարկավագներին շնորհավորեցին ծառայագիծ ընկերները, ընտանիքի անդամներն ու բարեկամները։ Տղաները գիտակցված են ընտրել Աստծուն ծառայելու ճանապարհը եւ խոստանում են ամենայն պատասխանատվությամբ այն իրականացնել։ Սուրբ Ստեփանոսի օրինակը իրոք մեզ ուղեկցում է այս ձեռնադրության ընթացքում, մեր սրտում անընդհատ իր կերպարը, իր կատարյալ կերպարը մեզ զորացնում է, մեզ փոխանցում է այն ճանապարհի գեղեցկությունը, որով մենք պատրաստվում ենք ընթանալ։ Հուսանք մեր ծառայության մեջ կկարողանանք մեզ արդարացնել, Աստծո առաջ ուղիղ կանգնել, ուղիղ ընթանալ Աստծո առաջ եւ մարդու հոգու փրկության այն կատարյալ գործը, որը Աստծով մեզ տրված է, կարողանանք մենք պատվով իրականացնել։ Աստվածային շնորհներ բաշխվեցին մեզ վրա ու դրա հետ մեկտեղ նաև մեծ պատասխանատվություն փոխանցեց մեզ մեր հոգևոր կյանքի փուլերում եւ աղոթքս է, որ Տերը իր առատ շնորհները, իր ուժը, իր կարողությունը փոխանցի մեզ, որ մենք մեր կարգում ավելի արժանի լինենք մեր ծառայությանը եւ մեր սպասավորությանը։ Այսօր Տիրոջ ողորմությամբ ես եւ իմ 11 սարկավագ եղբայրները ձեռնադրվեցինք եւ հանձն առանք մեր ուսին կրելու Հիսուս Քրիստոսի քաղցր բեռը եւ ստանձնեցինք Քրիստոսի խոսքը եւ գործը ավետարանելու մեր ժողովրդին։ Թող քաղցիկ տատրակի Սուրբ Ստեփանոսի բարեխոսությունը լինի մեզ ու մեր ժողովրդի հետ։ Ամեն։ Ճեմարան ընդունվելիս մենք հասկանում ենք, թե ինչի համար են գալիս եւ մեր նպատակը հենց հոգեվորական դառնալն է եւ այսօր արժանացել ենք սարկավագության, դա այսպես ասած գագաթնակետն է մեր ուսման, թե ինչի համար ենք սովորում եւ դա մեծ պատասխանատվություն է, քանի որ արդեն հասկանում ենք, որ նախկինների այդ ավանդույթը պահպանողներն ենք, կրողներն ենք եւ պետք է կարողանանք նաեւ տալ մեր հաջորդ ժառանգներին, հաջորդ արդեն մարդկանց, հոգեվորականներին, որոնք պիտի գան։ Նորընծա նաև Մայրաթոռի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներին նույն օրը ընդունեց նաև Գարեգին II ամենայն հայոց հայրապետը։ Հանդիպմանը ներկա էին Մայրաթոռի լուսարարապետ Անանիա Վարդապետ Ծատուրյանը, Գարեգին առաջին կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյանը։
Նախասարկավակ Սուրբ Ստեփանոսի ոգին եւ նվիրումը պետք է ունենա յուրաքանչյուր հոգեվորական, իր խոսքում նշեց Նորին Սրբությունը։ Վեհափառը շնորհավորեց եւ իր հայրական օրհնությունը բաշխեց ամենքին։ Հայոց հայրապետը խոսեց եկեղեցու փառքը կերտած Սուրբ հայրերի օրինակի մասին, ովքեր հայրենիքի եւ Աստծո սիրո համար իրենց կյանքն ընծայեցին։ Բոլոր ժամանակներում է եկեղեցին հանդիպել մարտահրավերների, բայց դրանք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականների անսակարգ ծառայության շնորհիվ։ Այսօր էլ ժամանակի նոր մարտահրավերներին ընդառաջ Վեհափառ հայրապետը հորդորեց ամենքին համախմբվել եկեղեցու շուրջ եւ ավետարանի քարոզչությամբ մարդկանց առաջնորդել խաղաղ նավահանգիստ։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց նաեւ սարկավագների հարցերին, որոնք առնչվում էին եկեղեցու առաքելության ու զանազան մարտահրավերների հաղթահարմանը։ Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայրտաճարում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն։ Դպրական աստիճան ստացան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վլադիվոստոկի, Սիմֆերոպոլի, Վոլգոգրադի, Կիրովի, Եկատերինբուրգի, Յարոսլավլի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի, Դոնի Ռոստովի, Չալթեր գյուղի հայկական եկեղեցիներում սպասավորող տարբեր տարիքի 25 եկեղեցասեր հայորդիներ։ Նրանցից 3-ը ստացան նաև ուրար կրելու իրավունք։ Այսօրվա դպրական ձեռնադրությունը, որ տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայրտաճարի մեջ, առաջնորդանիստ եկեղեցում, խոսում է մեր թեմի հոգևոր կյանքի զորացման, հոգևոր կյանքի աճի մասին։ Հատկապես Սփյուռքում շատ կարևոր է սա, երբ մեր հավատավոր զավակները, որոնք ապրում են Սփյուռքում, իրենց կապը պահում են եկեղեցու հետ եւ համախումբ են եկեղեցու շուրջ, եկեղեցու մեջ։ Արարողության ընթացքում Սրբազան հայրը Խաչաձև կտրեց ընծայացուների մազերը, ինչը խորհրդանշում է երկրային ցանկություններից հրաժարումը եւ Աստծուն նվիրվելը։ Ապագա դպիրները ծնկաչոք ընդունեցին այն բոլոր իրերն ու եկեղեցական պարագաները, որոնք այսուհետ իրավունք ունեն գործածելու։ Նրանց տրվեց Աստվածաշունչ, Մաշտոց ծիսագիրքը, գինուսրվակ, բանալի, մոմակալ, ավել։ Այդպիսով ընծայացուները իրավունք են ստանում եկեղեցու դուռը բացելու, մաքրելու, կարգուկանոն պահպանելու, ծիսական արարողություններին մոմակալ բռնելու, շապիկ հագնելու, շարականներ ու սաղմոսներ երգելու։ Մոսկվայի հայկական եկեղեցում սպասավորող 8 անձ դպրության աստիճան ստացան։ Նրանք ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագին, խորան բարձրանում, իսկ շաբաթվա ընթացքում իրենց օգտակար ծառայությունը բերում համայնքին։ Ես ինձ լիիրավ էջմիածին զավակ եմ համարում, ընդունելով Քրիստոսի ամբողջ ուսմունքը, ընդունելով իր պատվիրանները, սա հետ ներտեղ նաև եկեղեցական, եկեղեցու մեր ավանդույթը, եկեղեցու մեր կարգ ու կանոնը, եւ իմ խոնարհումն եմ բերում Վեհափառ հայրապետին, որպես իմ եկեղեցու հայրապետ, նվիրական ամբողջ կարգին, եւ միշտ փորձելու եմ իմ եկեղեցում ծառայել։ Ղրիմի Հանրապետության Սիմֆերոպոլ քաղաքից դպրական աստիճան ստացավ 4 ընծայացու։ Նրանցից ամենատարեցը 60-ամյա Բաղդասարն է։ Նա եկեղեցուն կից գործող հայորդյաց տանը հայ եկեղեցու պատմություն է դասավանդում։ Ես նրանցից մեկն եմ, նրանցից ցածրն եմ ու մեղավորը գուցեև, բայց Աստված գուցե ինձ է ընտրել այսօր գտնվել այս փառահեղ տաճարում, որպեսզի ես կարողանամ ընդունել այն, ինչ Աստված տվեց ինձ, որպեսզի դա փոխանցեմ մեր հավատավոր ժողովրդին, ծառայելով նրանց։ Ընծայացուներին պատահական չեն ընտրում։ Նրանք թեպետ տարբեր մասնագիտությունների մարդիկ են, ուսանողներ ու դպրոցականներ, սակայն զուգահեռ ծառայում են եկեղեցում եւ արդեն մի քանի տարվա հոգեվոր սպասավորության փորձ ունեն։ Համայնքային եւ եկեղեցական կյանքում աչքի են ընկել նախանձախնդրությամբ։ 25 դպիրների շարքում էին նաեւ Վոլգոգրադի, Տամբովի, Նիժնի Նովգորոդի քահանաների որդիները։ Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանի 4 զավակներից 2-ը այսօրվանից եկեղեցում կծառայեն որպես դպիր։ Սա իրենց 8-ամյա եկեղեցուն սպասավորած եւ իրենց բերած ծառայության վաստակն է ու արդյունքը, որը ինձ էլ ավելի է գոհացնում եւ ուրախացնում իմ սիրտը։ Անշուշտ հուզված եմ նամանավանդ երբ ձեռնադրությունը ընդունված է կատարել Սուրբ Ստեփանոսի հիշատակի օրը, ով նվիրումի, հավատարմության,
ծառայասիրության, ինքնազոհողության օրինակ է քրիստոնեական ողջ աշխարհի համար։ Արարողության ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց ընծայացուներին եւ օրհնության խոսք ասաց, հույս հայտնելով, որ այսուհետ եւս մեծ սիրով ու նվիրումով կշարունակեն սպասավորել հայ եկեղեցում։ Աստծո օրհնությամբ միասնական հաղթանակով անսասան հավատով ապրենք եւ գործենք, ասաց Սրբազան հայրը։ Մոսկվայի հայկական եկեղեցու բացումից ի վեր Եզրաստ Սրբազանի ձեռամբ մայրտաճարում կատարվել են ինչպես դպրական, այնպես էլ սարգսակական ու քահանայական ձեռնադրություններ։ Դեկտեմբերի 25-ին դպրական աստիճան ստացած 25 հայորդիների մեծ մասը ծնվել ու կրթություն է ստացել Ռուսաստանում։ Նրանց ազգային ինքնության միակ հենարանն ու երաշխավորը հայ եկեղեցին է։ Արարողությունն ավարտվեց միասնական աղոթքով եւ հայրապետական մաղթերգով։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։ Դեկտեմբերի 25-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի եւ թեմի հոգեվոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Ազատան համայնքում նշվեց Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնը։ Համայնքի բնակիչները ուխտերթով քայլեցին Սուրբ Հարություն Սուրբ Ստեփանոս եկեղեցի, որտեղ մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ։ Այս տարվա վերջին ուխտերն է Շիրակի թեմում, մեր աղոթքն ենք հայցում առ Աստված, որ անօրինյալ կալանավորյալները հանձինս մեր Միքայել Սրբազանի շուտ վերադառնան եւ իրենց ծառայությունը բերեն արդեն նաեւ Շիրակի թեմում։ Ազատանը Շիրակի թեմի խոշոր համայնքներից է։ Գյուղի բազիլիկ տիպի եկեղեցին ըստ քարե արձանագրության 15-րդ դարում է կառուցվել սրբատաշ սև քարից։ 19-րդ դարում եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն։ Հին արձանագրությունը վկայում է, որ ծխական համայնքի ջանքերով եկեղեցին դարերի ընթացքում նորոգվել եւ մեր օրեր է հասել բավական լավ վիճակում։ Այսօր մեր եկեղեցում տոն է, մեծ տոն է, մեծ եկեղեցու Ստեփանոս նախավագեի ծնված օրն է այսօր։ Եկեղեցի եկել եմ իմ ընտանիքի աշխարհի բոլոր նպատակներից համար։ Ես 81 տարեկան եմ, արդեն ծնվել եմ Ազատանում, մեծացել եմ Ազատանում, Հայաստան ինչքան եկեղեցիներ կա գնացել եմ, համբուրել եմ, աղաչել եմ իմ Աստծու, իմ երեխեքի եւ աշխարհի երիտասարդների համար։ 1999 թվականին Բեյրութաբնակ բարերարներ Հարություն եւ Մարի Արսլանյանների նյութական աջակցությամբ եկեղեցին դարձյալ վերանորոգվել եւ վերաօծվել է Սուրբ Հարություն անվամբ։ Այժմ երկու անունն էլ կիրառվում է։ Սուրբ Ստեփանոսի հիշատակության օրը համարվում է Ազատանի Սուրբ Հարություն Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օր։ Մեր առաջին նախավկան է եղել հալածված, քաշկոդված իր հավատքի համար։ Ժողովուրդը նրան ծնկի են բերել, քաշկոձելով նա խոնարհվել է եւ ասել է. «Տեր, վերցրու իմ հոգիս»։ Ու ես սիրով գալիս եմ մեծ հավատով իմ հայրենիքի համար, աղոթում եմ անմեղ կալանավորվածների համար, իմ հայ ժողովրդի համար։ Պատարագիչ քահանան Ազատանի հովության հոգևոր հովիվ Մակար քահանա Գալամդարյանն էր։ Տեր հայրը քարոզում անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի կյանքին եւ նահատակությանը։ Ստեփանոսը առաքյալների կարգած առաջին սարկավագներից էր։ Քրիստոնեության խիզախ քարոզիչներից մեկը, որը զոհվեց հանուն հավատքի։ Չդիմանալով բնականաբար իր խոսքին, չդիմանալով այն ճշմարտության, որ անդադար ինքը քարոզում էր, տարան եւ նահատակեցին։ Բայց Սուրբ Ստեփանոսը, ինչպես այսօրվա ավետարանական դրվագում է ասում, ցորենի հատիկ էր, որ հողի մեջ դրվեց եւ բազում արդյունք ունեց։ Եվ դրա պարզ օրինակը մեր սարգսակներն են, որ այստեղ ներկա մեր երկու սարգսակներն են, եւ այն սարգսակները, որ ձեռնադրված են հայ եկեղեցուն, որ ձեռնադրվում են հայ եկեղեցուն, այն քահանաներ, այն հոգևորականներն են, որ սարգսակի աշճանով անցել են եւ հոգևորական են դարձել հայ եկեղեցում եւ բոլոր ընտանեկան եկեղեցում։ Դրանք բոլորը արդյունքն են
Սուրբ Ստեփանոս նախավկայի։ Ինքը հողի մեջ դրվեց որպես հատիկ, բայց բազում արդյունք տվեց։ Շիրակի թեմի եկեղեցիներում պատարակների եւ ժամերգությունների ժամանակ մշտապես աղոթք է հնչում անազատության մեջ գտնվող հոգեվորականների եւ հատկապես թեմակալ առաջնորդ Միքայել arczepiskopos-ի համար։ Բոլորի սրտում, կսկից կա, թախից կա, բայց եւ հոգեվորականները եւ հավատացյալները փորձում են այդ ամենը, այսպես ասած, փոխհատուցել այդ ամենին, առավելաբար մասնակցություն ունենալով պատարակների, ժամերգությունների եւ այդ պատարակների եւ ժամերգությունների ընթացքով աղոթ վերառակելով առ Աստված Միքայել Սրբազանի եւ մնացած մեր սրբազանների, անօրինաբար կալանավորված մեր սրբազանների, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի եւ բոլոր անօրինյալ կալանավորների ազատության համար։ Սուրբ Ստեփանոս նախավկայի հիշատակության օրվա առիթով Մայրաթորից մասունք էր բերվել եկեղեցի։ Մայրաթորում պահվող սրբազան մասունքները Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ պարբերաբար դուրս են բերվում Սուրբ Էջմիածնի գանձարանից, որպեսզի հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա առնչվել հայ եկեղեցու սրբություններին եւ զորություն ստանա։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Արագածոտնի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր մեկտեղվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եւ Սուրբ Վարդան Մատուռ մկրտարանում։ Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները հինգշաբթիից հինգշաբթի երեկոյան ժամերգությանը միասնաբար այցելում են տարբեր եկեղեցիներ, աղոթում այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, ինչպես նաև հանիրավի ազատազրկվածների ու գերության մեջ գտնվողների համար։ Վերջին շաբաթներին հանրային կյանքը փոթորկող իրադարձությունները առիթ են դարձել, որ ուխտավորները հոգևոր հայրերի հետ միասին իրենց քայլերն ուղղեն դեպի համայնհայության հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ համատեղ աղոթեն հայոց հայրապետի կենաց արևշատության եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության համար։ Կրակի մեջ շատ ուժեղ կրակի մեջ երկաթը եւ տարբեր մետաղներ հալվում են, բայց կավը ավելի թրծվում եւ ամուր է դառնում։ Ես համարում եմ, որ մենք պիտի լինենք այդ կավը, որ մենք պիտի ավելի ամրանանք մեր աղոթքների մեջ, մեր հոգևոր ապրելակերպի մեջ, չէ որ մեր ամբողջ կյանքը իրապես փնտրտուք է Աստծուն տեսնելու համար։ Եվ այն հույսն ու հավատքն ունեմ, որ պիտի մեր սրբազան հայրերը, հատկապես մեր առաջնորդ հայրերը գան հասնեն մեզ։ Իրապես կարոտով ենք սպասում մենք մեր թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին հատկապես եւ իրեն պակասը շատ է զգացվում։ Հոգևոր դասը ընթերցում է ներսես շնորհալու հավատով խոստովանի աղոթքը։ Այն համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է, թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով։ Աղոթքի 24 տները խորհրդանշում են օրվա 24 ժամերը եւ բովանդակում աղոթքի բոլոր տեսակները՝ դավանական, զղջական, պաղատական, խոստովանական։ Շնորհալին այն անվանել է Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք։ Հավատով խոստովանիմը սովորաբար երիցագույն հանդիսավար քահանան է արտասանում։ Մեր պարագային միշտ սրբազան հայրն էր առաջինը խոսում եւ դրա համար առաջին եւ վերջին տուները խմբակային մենք սրբազանի փոխարեն ենք արտասանում։ Մեզ համար նաեւ մեծ ուրախություն էր, որ այսօր արդեն թեև շատ կարճ օրեր հիվանդանոցում անցկացնելուց հետո մեզ միացավ մեր սիրելի հոգևոր եղբայր Տեր Վրդանեսը ավելի առույգ, ավելի քաջալերված, ավելի հոգով լցված։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես քահանա Բաղալյանը պատգամեց ներկաներին, որ այս օրերին ապրեն աղոթական կյանքով, իրենց աչքի առաջ ունենալով Քրիստոսի օրինակը, աղոթքով եւ համբերությամբ հաղթահարեն մարտահրավերները եւ հիշեցրեց Տիրոջ խոսքերը, որ ասաց իր հետևորդներին. իսկ եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Լիանա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։
Մեկ տարի տևած հիմնանորոգումից հետո դեկտեմբերի 20-ին Բաղդադում վերաբացվել է Իրաքահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին։ 1957 թվականին կառուցված եկեղեցին երբևէ չէր ենթարկվել նման ծավալուն եւ ընդգրկուն հիմնանորոգման։ Վերաբացման հանդիսությանը ներկա էին Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Սուդանին, պետական այլ այրեր, քաղաքական գործիչներ, քրիստոնեական եկեղեցիների պետեր եւ Իրաքում ծառայող հոգևորականներ ու դեսպաններ։ Տրմբացեքի հանդիսավոր կարգի ավարտից հետո հոգևոր թափորը շարժվել է դեպի Մայր եկեղեցի։ Միասնական աղոթքի ավարտին թեմակալ առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը շնորհակալություն է հայտնել Իրաքի կառավարությանը, որի նյութական օժանդակությամբ հնարավոր է դարձել եկեղեցու ծավալուն նորոգումը։ Վարչապետ Մոհամեդ Շիա Սուդանին կարևորելով քրիստոնյաների եւ մուսուլմանների եղբայրական համակեցությունը նշել է, որ Իրաքի իշխանությունները մեծապես կարևորում են հայ ժողովրդի ներկայությունն ու հոգևոր կյանքի զարգացումը երկրում։ Նույն օրը Իրաքի հայոց թեմի առաջնորդի միջնորդությամբ եւ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ նվիրյալ ծառայության համար քահանայական լանջախաչ կրելու պատվին է արժանացել Տեր Սեփուխ քահանա Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին Բաղդադի մեկ այլ հայկական եկեղեցի Սուրբ Մարիամ Աստվածածին սրբավայր է այցելել Իրաքի առաջին տիկին Շանազ Իբրահիմը։ Բարձրաստիճան հյուրին ընդունել է Իրաքի հայոց թեմի առաջնորդը։ Օշական սրբազանը տիկին Իբրահիմին պատմել է տարբեր դավանանքների հավատացյալների համար ուխտատեղի դարձած հայոց եկեղեցու պատմությունը։ Իրաքի առաջին տիկինը իր շնորհավորանքն է փոխանցել Սուրբ Ծննդյան ու Գալիք ամանորի կապակցությամբ եւ մաղթել, որ նոր տարին Իրաքի ժողովրդի համար լինի խաղաղության, համերաշխության եւ բարեբեր տարի։ Ես մեր պապից ուզել եմ շորիկ, ուզել եմ հերախոս ու տիկնիկ։ Ես մեր պապիկից ուզել եմ տիկնիկ և նկարչական բարեկարգիչ։ Մինչ աշտարակի Գուլամիրյան հայորդյաց տան սաները թվարկում են ձմեռ պապից ակնկալվող իրենց նվերները, Տեր Փառեն քահանա Առաքելյանը ներկայացնում է 2025 թվականին կրթօջախի ձեռքբերումները։ Մի երկու օրինակ ես կարող եմ ասել, օրինակ մեր դուդուկի խմբի սանը Իսպանիայում հեռավար այդ մրցույթի ժամանակ գրավեց մրցանակ առաջին տեղ։ Մեր դհոլի տղաները հանրապետական մրցույթում առաջին տեղ գրավեցին։ Մեզ համար շատ մեծ պատիվ էր, որ մեր գեղանկարչության դասարանի սաները իրենց նախաձեռնությամբ կենաց պատկերներ, շարական այդ գրքույկը հրատարակեցին Վեհապար Հայրապետի օրհնությամբ։ Եվ իրենք կարդացին շարականները, երգում են շարականները եւ այդ շարականները նկարի պատկերի վերածեցին։ Մենք գնացել էինք Էջմիածին ապրելու եւ մեզ քանի որ լավ ապրեցինք, մեզ ուղեկցեցին դեպի Իտալիա։ Չեն գնացել, դեռ պատրաստվում են գնալ։ Մեր նվիրյալ մանկավարժների շնորհիվ տարաբնույթ նոր ծրագրեր կյանքի կկոչվեն 2026 թվականին նոր ձեռքբերումներ ունենալու համար, ասում է Տեր Հայրը։ Աշտարակի հայորդյաց տան 14 տարբեր դասարաններում 270 երեխա է սովորում։ Տարեվերջին ամանորյա ելույթներ էին պատրաստել կատարողական դասարանների սաները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Վեհապար Հայրապետը տոնական նվերներ էր ուղարկել բոլոր սաներին։ Սա սիրտ է, հոգի է, որ բաբախում է աշտարակում եւ Վեհապար Հայրապետի երազանքը, որ հայորդյաց տները հիմնելու ժամանակ ունեցել է, այսօր իրականություն է դարձել եւ հազար անգամ փառք Աստծո դրա համար, որովհետեւ հարյուրավոր երեխաներ սովորում են եւ կերտվում են որպես լիարժեք քրիստոնյաներ, պատանիներ եւ երեխաներ։ Սա Երևանում եւ մարզերում գործող 8 հայորդյաց տներից մեկն է։ Դրանք ստեղծվել են ամենայն հայոց Հայրապետի ջանքերով, հայկական բարեգործական ընդհանուր միության եւ բազմաթիվ բարերարների աջակցությամբ։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան դահլիճում մեկտեղվել են հաստատության սաները, նրանց հարազատներն ու գործընկերները։ Տոնական երգերով հանդիսավոր երաժշտությամբ ներկաները հրաժեշտ են տալիս անցնող տարին, ամփոփում են կիսամյակը։ Հայորդյաց տան սաները հանդես են գալիս համերգային ծրագրով, իրար հաջորդում են երգչախմբի, կիթառի, պարի, կանոնի, դհոլի դասարանների կատարումները։ Դհոլի դասարանը հանդես է գալիս ազգային ռիթմերի կատարումով, կանոնի դասարանը կիթառի դասարանի հետ միասին ներկայացնում է փոքրիկ նավակը, ինչպես նաև տոնական վալս, պարի դասարանը ներկայացնում է գյումրվա տրնգի ու այլ կատարումներ։ Ներկաներին ողջունեցին եւ իրենց բարեմաղթանքները հղեցին Տեր Վահրամ Քահանա Սարգսյանը, հայորդյաց տների ուսումնական գծով փոխտնօրեն Լիաննա Արաքելյանը, Արաբկիրի հայորդյաց տան տնօրեն Գայանե Աղաբեկյանը։ 26 թվականը կարծում եմ, որ պետք է շատ ավելի հաջողված լինի այն առումով, որ հայորդյաց տունը հետաքրքիր մեծ քայլերով առաջ է շարժվում, բավականին երեխաներ են անընդհատ ընդգրկվում, նախատեսում ենք նոր դասարաններ բացել, որի արդյունքում ավելի աշխուժություն կլինի, ավելի հետաքրքիր կլինի մեր առօրյան եւ ավելի շատ երեխաներ կընդգրկվեն։ Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց Ձմեռ Պապը։ Հաստատության սաները տոնական միջոցառումից հետո նվերներ ստացան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տանը 22 դասարան է գործում, մոտ 400 երեխա հմտանում է երաժշտության, կերպարվեստի, սպորտի, լեզուների դասարաններում։